Թուրքական դիվանագիտության վերջին լրջագույն հաղթանակն արդեն ճաքեր է տալիս։ Ամերիկյան PBS-ի եթերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող ճանաչել հայերի ցեղասպանությունը, որովհետև ցեղասպանություն չի եղել։ Եթե լիներ, այսօր Թուրքիայում հայեր չէին ապրի, եզրակացրել էր նա։ Էրդողանի տրամաբանությունը տարատեսակ վերծանումների տեղիք է տալիս։ Այդ զուգահեռը կարանք Գերմանիայի դեպքում էլ բերենք։ Այս պահին Գերմանիայում կան ոչ այդքան մեծաթիվ, բայց էթնիկ հրեաներ եւ կա հրեական համայնք, որը նույնպես տեսանելի է հասարակական քաղաքական դաշտում Գերմանիայի։ Արդյոք դա նշանակում է, որ հոլոկոստը տեղի չունեցել։ Քաղաքագետն առավել կարևորում է լրագրողի հարցը, այն տալու հիմքն ու պատճառը։ Թեև արևմուտքի պաշտոնական արձագանքը թուրքական դիվանագիտության սպասելիքների հարթությունում էր, բայց նույնիսկ Էրդողանից թույլ տրամաբանություն ունեցող հասարակ եվրոպացին եւ ամերիկացին նրա հայտարարությունն ընկալել են որպես ցեղասպանության ճանաչմանն ուղղված առաջին քայլ, իսկ Էրդողանի պարզաբանումը հրաշալի մտածված ծրագրի ձախողման սկիզբն էր։ Եվ այդտեղ միգուցե ամենամեծ սխալն է եւ ամենամեծ խնդիրն է, որ Թուրքիան ստեղծեց ինքը իր համար։ Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ հավելում է, այս եւ առաջիկայում հնարավոր սայթաքումների պատճառն այն է, որ նախկինի մասին դեռ չմոռացած Անկարայում ժխտողականության նոր քաղաքականություն են սկսել։ Որոշակի անհստակություն կա, կարծում եմ, ներկայում Անկարայի քաղաքական ուղեգծի եւ փնտրտուքների մեջ են։ Եվ այս մոտեցումները նման ակտիվ վարչապետի մակարդակով ուղերձը դրան հետևած բազմապիսի մեկնաբանությունները բարձր մակարդակով հենց դրա մասին են վկայում, որ Անկարան իր քաղաքականության մեջ նոր ադապտացիոն կամ փոխակերպումների մի փուլում է գտնվում։ Հաշվարկված եւ խորամանկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը հայտնի որակումներից առանձնացնում է այս երկուսն ու միաժամանակ նկատում, պետք չէ գերագնահատել թուրք դիվանագետներին։ Հասարակության մեջ նշված է, որ թուրքական դիվանագիտությունը, այսինքն ինչ-որ բավական լեգենդար իմիջ ունի, պետք է հասկանանք, որ այդքան էլ այդպես չէ եւ ճիշտ քայլերի դեպքում մենք շատ լավ հակահարվածներ կարող ենք հասցնել։ Բայց սա միայն այն դեպքում, եթե մեր բացթողումները կարողանանք լրացնել, որպեսզի օրինակ Թուրքիայի հայ համայնքի առաջնորդ չունենալը գործիք չդառնա Անկարայի ձեռքում։ Դե ֆակտո եթե նախկինում դա Պորսո պատրիարքն էր հանդիսանում, ապա ներկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Պորսո պատրիարքը ունի հեղինակություն ամբողջ համայնքի մակարդակով։ Արդյունքում Ստամբուլի Սուրբ Փրկիչ Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքը ներկայացվում է որպես ամբողջ հայ համայնքի մոտեցում։ Շիրին Օղլուն, ում համար թուրքագետի խոսքով Էրդողանը կիսաստված է, վերջին անգամ իր մասին հիշեցրել է վարչապետի հայտնի հայտարարությանն արձագանքելով։ Այդ արձագանքն ու Էրդողանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու առաջարկը դարձել են թուրքական լրատվամիջոցների հիմնական նյութ։ Հասկանալի է, որ Թուրքիայում հայ լինելը պատմական փաստերի մասին խոսելն ու սեփական կարծիքն արտահայտելը բարդ է, բայց թուրքամետությունն էլ պետք է սահման ունենա։ Անի Ավետյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։